Դերասանուհի Անի Մեհրաբյանն իր ինստագրամյան հարթակում օգնության կոչ էր արել։ Նա կիսվել էր հրապարակմամբ. «Սիրելի ընկերներ եւ հարազատներ, խնդրում եմ ձեր օգնությունը քույրիկիս Սուսաննայի համար։ Սուսաննայի մոտ ախտորոշվել է հազվագյուտ եւ ծանր հիվանդություն՝ նեյրոէկտոդերմալ ուռուցք եւ չարորակ պոլիպ։ Անհրաժեշտ բուժումը Սամարայում հասանելի չէ, ուստի նա պետք է մեկնի Սանկտ Պետերբուրգ հետագա հետազոտությունների եւ բուժման համար։ Սուսաննան 3 երեխաների մայր է եւ մեր ընտանիքը հիմա ծանր փորձություն է անցնում։ Այս պահին յուրաքանչյուր օգնություն կարող է մեծ դեր ունենալ քրոջս բուժման մեջ»։ Հրապարակմանը կից նշված են նաեւ այն հաշվեհամարները, որոնք պետք է ծառայեն Սուսաննայի բուժման նպատակին։ Լայֆրումի տաղավարում այս անգամ Ամալիա Հովհաննիսյանին հյուրընկալվել էր դերասանուհի Անի Մեհրաբյանը։ Star News-ը հետևեց հարցազրույցին, որի ընթացքում Անին խոսեց վերջին զանգը նախագիծը լքելու, հունական արմատներ ունենալու եւ արտաքին կոմպլեքսների մասին։ Անին մանկությունից ունեցել է ներքին համոզմունք, որ մի օր իր խոսքով հայտնվելու է հեռուստացույցի մեջ։ Ներքին զգացում կար, որ ես առաքելություն ունեմ այս ասպարեզում կատարելու, սփռելու բարություն եւ մարդկանց ժպիտներ պարգևելու։ Դերասանուհու այս մտքին Ամալիա Հովհաննիսյանը այդքան էլ չհամաձայնեց, անելով հետևյալ դիտարկումը, որին հաջորդեց հարցը։ Առաքելություն ասվածը մի քիչ բարձր է հնչում։ Ըստ քեզ դու քո մասնագիտության միջոցով կարողանում ես այդպիսի բարձր առաքելություն կատարել։ Կարծում եմ ինչ-որ չափով ստացվել է։ Մեծամիտ չհնչի։ Ես չեմ կարող ասել կարողացել եմ այդ առաքելությունը ավարտին հասցնել, բայց ճանապարհին եմ ինչ-որ չափով կատարել եմ։ Անին այս պահին դեռ փնտրտուքների մեջ է եւ մասնագիտական հստակ կողմնորոշում չունի։ Այս մասին խոսելով նա մասնավորապես նշեց. «Ես կարծում եմ ձևավորել եմ իմ տեսակը, բայց փնտրում եմ ճանապարհը։ Ինչ վերաբերվում է մասնագիտական կողմնորոշմանը, ես շատ եմ սիրում սովորել ու նոր բաներ ուսումնասիրել։ Որոշել եմ 1 տարով մեկնել Հունաստան, որպեսզի սկսեմ եւ ավարտեմ մագիստրատուրան այնտեղ։ Հունաստան, որովհետեւ արմատները գուցե կանչեցին։ Հայրիկիս տատիկը հույն է։ Իմ եւ հայրիկիս երակներով նաեւ հույնի արյուն է հոսում։ Հյուրընկալվելու եմ հայրիկիս հորեղբոր ընտանիքում, ովքեր սիրով համաձայնեցին ինձ ընդունել»։ Անի Մեհրաբյանը այժմ նկարահանվում է Վերջին զանգը հեռուստանովելում, որը կարծես թե դեռ չի խոսում իր ավարտի մասին։ Ինչ է լինելու կերպարի հետ։ Ինչ է լինելու իմ կերպարի հետ կորոշի Դիանա Գրիգորյանը։ Ստիպված եմ լինելու այլևս հանդես չգալ նախագծում, քանի որ սեպտեմբեր ամսին արդեն պետք է լինեմ Հունաստանում։ Չէի կարողանում ինքս ինձ սիրել եւ ընդունել։ Վատ մեկնաբանությունները սրտիս մոտ էի ընդունում եւ գուցե հենց այդ շրջանում եղել եմ ճահճում։ Փոքր ժամանակ մաշկով շատ ավելի թուխ էի, քան հիմա եմ։ Խնդիրը մեր մեջ է, ոչ թե ստանդարտների։ Ես սիրում եմ հիմա ինձ այնպիսին, ինչպիսին որ կամ։ Յուրաքանչյուրս գեղեցիկ ենք յուրովի։ Ինձ փոխելու փորձ արել, բայց պատժվել եմ։ Մտածում էի շուրթերս մեծացնեմ, այտոսկր փոխեմ, քիթ փոխեմ, ինչ-որ մի բան փոխեմ, ավելի գեղեցիկ եմ լինելու։ Առաջին փորձս, երբ սկսեցի ֆիլեր ներարկել, ալերգիա սկսվեց շատ ուժեղ։ Դա ինձ համար նշան եղավ, որ Անի, սիրի քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս։ Ալերգիային կարող է լուրջ չմոտենան, բայց ինձ մոտ սկսվեց թե ֆիզիկական եւ թե առողջական խնդիրներ, թե էսթետիկ տեսքի հետ կապված։ Միանգամից հեռացրել եմ։ Ինձ խոսք եմ տվել, որ նման նշանակալից փոփոխության չեմ դիմելու։ Ընկերներ, այսօր կարդալու եմ ձեր մեկնաբանությունները Մոնիկայի կերպարի վերաբերյալ եւ դրանց պատասխանեմ։ Գնացինք։ Հայրիկը ինչ, լկստված Մոնիկա, զորով կպել է Սևիլից։ Ինչ դու, ինչ հայրիկ։ Այսինքն եթե տղան աղջկան ասում է չեմ սիրում, դա աշխարհի վերջն է։ Գիտեք, փոքրինչ թույլ հոգեբանություն ունեցող աղջկա համար գուցե աշխարհի վերջն է։ Ամեն դեպքում մարդուն ամուսնության շեմին ասում են, որ չեն սիրում, կարծում եմ դա ամենահեշտ փորձություններից չէ։ Մոնիկա, այսինչ լիրբես, իրականում էլ էստեց, չէ։ Իրականում կապ չունեմ Մոնիկայի կերպարի հետ, իրականում ոչ կոնֆլիկտային ազնվորություն եմ։ Վայ ինչ լպյուշ աղջիկ այդ Մոնիկան, ցինիկի մեկն է, շատ լավ արեց Էմիլը, որ թքեց վրան հեռու մնաց։ Դե ձեր կարծիքն է, ամեն դեպքում ես կասեի ոչ թե ցինիկի, այլ լքված եւ չարացած կերպար է։ Մոնիկան շատ սիրուն է։ Շնորհակալ եմ շատ։ Ձեր մեջ ապրում է գեղեցիկը, այդ իսկ պատճառով դուք էլ իմ մեջ տեսնում եք գեղեցիկը։ Շնորհակալ եմ բոլորիդ մեկնաբանությունների համար։ Ամեն մարդուն, ով ստիպում է միշտ իրեն չաղ նկարել։ Հերոսը փոխանցում եմ ամենավարակիչ ծիծաղ ունեցող դերասանուհուն։ Հերոսը փոխանցում եմ այն մարդուն, ով այս վերջին շրջանում միշտ ջղային է։ Ուրեմն հերոսս փոխանցում եմ իմ մարդու, ում ես վերջերս եմ ճանաչում, ասեմ շատ պոզիտիվ մարդ է, մի խոսքով դիտեք։
Հեռախոսը փոխանցում եմ այն մարդուն, ում կերպարը իմ կերպարի հանդեպ միշտ իր չափերը անցնում է, բայց ինքը որպես մարդ շատ լավն է։ Հեռախոսը փոխանցում եմ Ծովինարին։ Հեռախոսը փոխանցում եմ մեր խմբի ամենաբարի, ամենահետաքրքրասեր, ամենաճշմարտախոս մեր հնչյունային ռեժիսորին։ Հեռախոսը փոխանցում եմ այն մարդուն, ով որ ստոպի ժամանակ միշտ պարում է։ Հեռախոսը փոխանցում եմ այն մարդուն, ով որ հենց հիմա պարկած է։ Ես հիմա քեզ ցույց եմ տալիս, ով է հենց հիմա պարկած։ Մի րոպե չէ։ Ես ձեզ խոստանում եմ, դա լինելու է sensation։ Ոչ մեկ չկա։ Մի րոպե։ Ով է պարկած։ Նա նստած է։ Խալաթով է։ Հեռախոսը փոխանցում եմ մեկին, ումից բոլորս վախենում ենք, նույնիսկ չգիտեմ սրանից հետո ինձ ինչ է սպասում, բայց ինչև է։ Հեռախոսը փոխանցում եմ իմ մարդուն, որի ընդհանրապես չեմ ճանաչում։ Հեռախոսը փոխանցում եմ ամուսնուս, որովհետև ստեղ ոչ մեկի չեմ ճանաչում։ Մոնիկա, զորով կպել է Սևիլից, ինչ դու, ինչ հայրդ, այսինքն եթե տղան աղջկան ասում է չեմ սիրում, դա աշխարհի վերջն է։ Գիտեք, փոքրինչ թույլ հոգեբանություն ունեցող աղջկա համար գուցեև աշխարհի վերջն է։ Ամեն դեպքում մարդուն ամուսնության շեմին ասում են, որ չեն սիրում, կարծում եմ դա ամենահեշտ փորձություններից չէ։ Մոնիկա, այսինչ լիրբ ես, իրականում էլ էստեց, չէ։ Իրականում կապ չունեմ Մոնիկայի կերպարի հետ, իրականում ոչ կոնֆլիկտային ազնվորություն եմ։ Վայ ինչ լպյուշ աղջիկ այդ Մոնիկան, ցինիկի մեկն է, շատ լավ արեց Էմիլը, որ թքեց վրան հեռու մնաց։ Դե ձեր կարծիքն է, ամեն դեպքում ես կասեի ոչ թե ցինիկի, այլ լքված եւ չարացած կերպար է։ Մոնիկան շատ սիրուն է, շնորհակալ եմ շատ, ձեր մեջ ապրում է գեղեցիկը, այդ իսկ պատճառով դուք էլ իմ մեջ տեսնում եք գեղեցիկը։ Շնորհակալ եմ բոլորիդ մեկնաբանությունների համար։ Все-таки возможно.